Հունվարի 23-ին ժամը 20-ի դրությամբ Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, տեղեկացնում է ճանապարհային դեպարտամենտը։ Հավելում՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։ Սաստիկ բքի տեսանելիության բացակայության և անվտանգության նկատառումներից ելնելով Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նորավան Լծեն Տաթև ավտոճանապարհը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար միայն Կապանից դեպի Սիսիան ուղղությամբ։ Թթուջուր Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները, Վարդենյաց Լեռնանցքը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճամբարակի Լեռնանցքը, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և Արագածի Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։ Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նայիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտը սպասարկում է միայն միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածները։ Մեր նկարահանող խումբն առավոտյան Հրազդանի տարածքում էր։ Սա Ջրառատ Մեղրիաձոր Հանքավան ճանապարհահատվածն է։ Կատարվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ, քանի որ ջան աննախադեպ տեղումներից էլ հնարավոր չէր ձյունը մաքրել։ Բաղդասարյանը նշում է, այս տարի աղի խնդիր է եղել։ Հիմա լուծվել է, մենք անհրաժեշտ աշխատանքներն իրականացնել ենք, ուղղակի ես կխնդրեի, որ մեր կառավարությունը զբաղվեր այդ հարցով։ Աղի ձեռքբերման խնդիրները մի քիչ պրոբլեմ սարքեցին այս տարի, հուսով եմ, որ կզբաղվեն։ Ըստ Բաղդասարյանի, եթե ջերմաստիճանը -5-ից ցածր է լինում, աղ ու ավազը օգուտ չի տալիս։ Հիմա կոնկրետ այս պահին աղով ավազով մշակում ենք ցերեկվա ժամերին, որ ինքը ինչքան հնարավոր է փխրեցնի, հետո կատարվեն քերման աշխատանքներ։ Այս հատվածն էլ Հրազդանի հիմնական մուտքերից մեկն է։ Այստեղ եւս մեր նկարահանման ժամանակ ճանապարհի լայնացման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ էին իրականացվում։ Բուքը ժամանակ առ ժամանակ փակում է ճանապարհը։ Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհահատվածները սպասարկում են մոտ 4 տասնյակ կազմակերպություններ, որոնք էլ իրականացնում են մաքրման աշխատանքները։ Հայաստանի Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության շուրջ 3200 կիլոմետր ճանապարհ ձմեռային սպասարկում իրականացվում։ Դեպարտամենտ հիմնադրամի կողմից այս պահի դրությամբ մոտավորապես 3200 տոննա աղ օգտագործվել, 300 միավոր տեխնիկա է ներգրաված ձնամաքրման աշխատանքներին և 30-32,000 խորանարդ էլ ավազ է օգտագործված։ Ըստ Խաչատրյանի, թերի աշխատանքներն արձանագրում են։ Համապատասխան պահումները և վճարումները չի կատարվի, չարած գործի համար չեն վճարվելու։ Արձանագրված է բոլորը։ Աշխատանքների թերի կատարումը տուգանքից մինչև պայմանագրի լուծում է ենթադրում, դեպարտամենտից են տեղեկացնում։ Ճանապարհների վիճակը շատ հաճախ վթարների պատճառ է դառնում։ Նման դեպքեր այս տարի գրանցվել են։ Պեղումները անակնկալ չեն, քանի որ մեր կողմից թե ճանապարհները սպասարկող կազմակերպությունները ամբողջությամբ պատրաստ են եղել աշխատանքները իրականացնելուն, բայց ձյան տեղումները աննախադեպ ծավալի էր, ուստի որոշակի խնդիրներ էր առաջացրել։ Այնուամենայնիվ ես ուզում եմ հորդորել և խնդրել մեր քաղաքացիներին, որպեսզի պահպանեն խստագույնս ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան վարել դանդաղ, պահպանել դիմացի մեքենայից հեռավորություն, ինչպես նաև մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Դեպարտամենտից տեղեկացնում են, ներկայում ճանապարհահատվածներ կան, որոնք բքի պատճառով երբեմն փակվում են, անվտանգությունից ելնելով։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվում են աշխատանքներ, հնարավորինս արագ ճանապարհահատվածները բացելուն։ Երթևեկելուց առաջ ինչպես պարզել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վիճակը դեպարտամենտից տեղեկացնում են, գործող թեժգիծ ունեն, բացի այդ տեղեկությունը հրապարակում են թե իրենց սոցիալական էջերում, թե ճանապարհային դեպարտամենտի հավելվածում։ Լիանա Խաչատուրյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։